Ադրբեջանը, եթե դուք հետևեք իրենց լրատվամիջոցներին, ակնհայտ մեծ ուրախություն է Ադրբեջանում։ Իրենք դեռ հույս ունեն, որ անկալներ պետք է ստանան, իրենք հույս ունեն, որ սահմանադրությունը պետք է փոխվի, եւ սա շարունակվելու է։ Բայց այն, որ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն ունի դեպ եւ փաստացի չի կարող փոխել մայր օրենքը այն մանդատներով, որ ունի նախնական արդյունքներով համենայն դեպս։ Իսկ դա հենց այն էր, ինչ ուզում էին Թուրքիան եւ Ադրբեջանը համենայն դեպս խաղաղության պայմանագիր կոչվածը ստորագրելուց առաջ։ Սա չի խառնում նաեւ նրանց Բաքվի եւ Անկարայի խաղաքարտերը։ Իրենք կարող են էլի սպասել։ Իրենց այս վիճակում այն վիճակը չի, որտեղ իրենք պետք է ինչ որ շտապեն եւ այլն։ Ասում են դու այսօր պիտի անես գնա ոնց ուզում ես արա։ Տեր ու ծառայի հարաբերություններն են, այստեղ հավասար գործընկերների հարաբերությունները չեն։ Հալիև ասելու է գնա ոնց ուզում է, իմ խնդիրը չի, գնա սահմանադրությունը փոխի։ Ինքը պիտի հարձակվի ընդդիմության վրա, պետք է փորձի, այսպես ասենք, իր այդ պարտավորությունը կատարել եւս շարունակելով ճնշումները։ Եվրոպացիներին կասեն, դե ինչ անեն, պետք է ճնշեն, նրանք աչք կփակեն այդ ճնշումների վրա։ Այն մոդելով շանորդի է, բայց մեր շանորդին է այդ մոդելով շարժվեն, այսպես է, աշխարհը դաժան է, ասենց ռոմանտիկ պատկերացումները աշխարհի մասին ուղղակի սխալ պատկերացումներ են։